Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում, եթե ունենայիք տրանսպորտային միջոց կօգտվեիք։ Ոչ մի դեպքում չի կարելի։ Դու քո տշնամուն հարստացնում ես։ Հայերը մետաքսի ճանապարհ են բացել, Չինաստան տես հազարավոր կիլոմետրեր տարել են, թե ինչ են, բայց իր տշնամու վրա չի ծախել իր ապրանքը։ Բայց հիմա ինչ։ Հետո ինչ։ Հա հետո այսօր էժան բենզին առա, այդ փողը նրա ջեբը լցրեց, նամենց ջենք ստեղծեց, վաղը իմ երեխուն, իմ թոռին, իմ ծորին, գալով է տուն առնի, տեղ առնի, նստի, ասի իմնա։ Շատ սխալ բան է։ Թուրքը ոսկի կլնի, տել ասամ տղա ջան։ Թուրքը ոսկի կլնի, գրպանը չկծես, ոտքդ կքրքրի, թունավորի կնի կկորի։ Թուրքը մնում թուրք։ Ես ոչ մի բան ադրբեջանական, ես դաժե ես որ նայում եմ թուրքերը ման են գալ, ինձ համար աբիդնի է։ Ինձ համար աբիդնի է։ Իմ պապիկս ու տատիկս մամայիս կողմի մազապուրծ եղած են եղել։ Արևմտյան Հայաստանից տատս եղել է 9 տարեկան, պապս եղել է 13 տարեկան, որ գաղթել են։ Միջև պապս մահանալը ոտերը այսենց էր, 40 օր սարերով 6 ամիս եկել են, միշտ մերս լացում էր, ասում էր իմ պապան, մյուզիկ կոշիկ չհակավ կարգին, ինչ օր են քաշե, իրանք եկել են, ասում ցեղասպանությունը պիտի պարզվի, ինչ էլ խոսես։ Ադրբեջանցիները նախ թուրքեր են, եւ ես իմ հայրը եւ մայրը ողորմի իրենց հոգիներին եւ ծեր անձանց մազաբուրգ փախել են այդ ջարտից։ Ինձ համար Թուրքը եթե խնձոր լինի, մեզ մեր բապերը ասել են, քո ջեբը, քո գրբանը մի դի։ Դեգուս խնձոր լինի։ Ոչ մի դեպքում, դա ոնց են ասում սոված ծարամանած, բայց իրանցից բան չառնես։ Քո երեխեքին կոտոր է դա, բան, ու պայմաններ ամիջ դնում, ասենք թե տարածքներ ուզում, են կոպիտ ասած, եթե հանկարծ այս բանը չանես, այս կոտորը չտաս, պատերազմելու եմ, այս մեկը չտաս, սենց եմ անելու։ Ու ինքը դիմացը խոսող չկա, ոչ մի ձևի չի խոսում, մենակ իրանց ասածները բավարարում է։ Հայկական ոչ մի բան չկա, հայկական շատ պնդող չկա։ Ոչ կուզեի ոչ, կարող եմ յորել լցնի, նախ նրանք մուխանաթ ազգեն, ես իմ կյանքը վախենալով չեմ լցնի, ուրիշին չգիտեմ, որտեղ ինքը մուխանաթ է, ինքը թշնամի, ես էտամ իմ թշնամուն ասեմ բարև, ինքը բարև տալուց մի բան կա մեջը, որ բարև է տալի, 100%-ով, ինքը ժպիտով բարև կտա ու կյանքդ կխլի, ինքնանք ժպիտով են բարևում ու կյանքդ խլում են, չէ, ես թուրքի չեմ նստի կանգնի, ու չեմ էլ ուզիս թե թուրքերը լցվեն, որտեղ թուրքից լավ բան չեմ տենում, վաղը միսօր մի հատ իրանք չեն հետ խորճակ են փորդ գնացին, վարի թուրքի հետ ինչ նստեմ կանգնեմ թուրքի հետ, չէ։ Բենզինը որ մտնում է Հայաստան, նա շահում է միայն ներկրողը, ես ձեզ ասեմ։ Ներկրողն է շահում, եթե իրանց մարդկանցից է հաստատ, ինքն է շահում։ Ճիշտ ասած, ես որպես քաղաքացի, ես դեմ չեմ հարևանների հետ բարի դրացական հարաբերություններում, բայց կա բարի դրացական հարաբերություններ ոչ թե ասենք վասալի եւ ստրուկի կարգավիճակով, այլ հավասարը հավասարի հետ։ Ես այդքան բան կասեի։ Ուրեմն թող խելքի գան, ոչ թե գնա կռանա Ալիևի եւ Էրդողանի ոտերը լիզի, այդ դրա փոխարեն տղամարդակություն ունենա, հարաժարական տա, մի հատ կարգին ղեկավար գա հայրենիքին ու մեր հայերին նվիրված, որը ներկայացնում է իրոք ներկայացնում է մեր Հայաստանը եւ ամբողջ աշխարհում եւ միջազգային հարթակներում։